Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-977-5321 և հայաստանյան 060-3511-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել են փաստաբան Տիգրան Հայրապետյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի պատրոնում, YouTube-յան և Facebook-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Հայրապետյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Հայրապետյան, օրերս մամուլի ասուլիսներով հանդես եկավ թե ներքին գործերի նախարարը, թե արդարադատության նախարարը։ Ուզում եմ մեր զրույցը հենց սկսել դրանից, որ լրագրողներից մեկը հարց տվեց Սրփուհի Գալյանին, որ Ֆիրդուսիները ցանկանում են հանդիպել նախարարի հետ եւ դրանից առաջ մի փոքր ակցիային իրականացրել կառավարության շենքի մոտ։ Մենք այսօր նորից խոսելու ենք Ֆիրդուսիների թեմանի մասին։ Այս ժամանակին, երբ այս հարցը բարձրացրել ենք, ընտանիքների քանակը քիչ է եղել, հիմա արդեն 14 ընտանիք, ամեն մի ընտանիքում 4-ական մարդ եւ Ֆիրդուսիների խնդիրը չի լուծվում։ Սրփուհի Գալյանը ասաց, որ ինքը պատրաստ է ընդունել Ֆիրդուսի բնակիչներին, եթե նրանք ցանկություն հայտնեն։ Կարծես թե ցանկությունը կա, բայց այլը տեղից չի շարժվում։ Ֆիրդուսիները պնդում են, որ այնինչ իրենց հանդեպ իրականացում է ոչ թե դա գերակաշահի արդյունք է, այլ գերակա կոռուպցիա է։ Շնորհակալություն հարցի համար, ուրեմն հարցը նոր չի, արդեն 7-րդ տարին է, որ գործը դատարանում քննվում է, Ֆիրդուսիները փորձում են ամեն կերպ պայքարել իրենց իրավունքների համար։ Կոնկրետ այս գործով ում ես ներկայացնում եմ, ուրեմն Ֆիրդուսի ամենակենտրոնական հատվածում գտնվող մոտ 1200 քառակուսի մետր հողամաս, 1180-ի մոտ քառակուսի մետր հողամաս, որի վրա մոտ 800 քառակուսի մետր շինություն է, որից 440-ը օրինական, 330-ը կարգավիճակը չորոշված տարածք, այսինքն այստեղ մենք ունենք այսպիսի միավորի հետ, որի շուկայական արժեքը բավականին բարձր է, մենք նախորդ անգամներ բարձրաձայնել էինք, ասել էինք, որ այս նույն տարածքը շատ կառուցապատողներ իրենք ցանկություն են հայտնել գնելու շուկայական գնով ու իրենք պատրաստ էին $10,000-ից մինչև $20,000 մի քառակուսի մետրի համար թե հողամասը, թե շինությունը վճարել, որտեղ այդտեղ պետքա լինի բազմահարկ շենք, կոնկրետ այս 1200 քառակուսի մետրի վրա կա նախագիծ, որ այդ նախագիծը պետքա լինի 3-4 հարկ գետնի տակ եւս 13-15 հարկ վերևում, այսինքն այսպիսի այդ ամբողջ 1200-ի վրա այսպիսի կառուցապատում ու սա բավականին բարձր գին ունեցող արժեք է։ Մենք այն ժամանակ անգամ ասացինք, որ եթե արդար լինի այս կառուցապատումը ու թույլ տան այն անձիկ, ովքեր շուկայական արժեքով պատրաստ են առնել ու շինություն անել, այդտեղ պետական բյուջե մոտ $500 միլիոն գումար կմտներ միայն այդ կառուցապատողների այդ թանկ գներով գնելուց, այդտեղ այդ աշխատանքներ կատարելուց, բայց Ֆիրդուսը գնաց այլ ճանապարհով, գաղտնի ներքին այդ պայմանագրեր են կնքվում, ուրեմն այդ կազմակերպություններն, ովքեր շինարարություն են իրականացնում, իրենք չունեն շինարարություն իրականացնելու լիցենզիաները, իրենք հանրային գերակաշահով կառավարության որոշումներով ճանաչված ձեռքբերողներ չեն ու այսպես մութ պատմություններով քուլիսների տակ գործարքներ ակնքվում ու պետական բյուջե գումարներ չի գնում։ Հիմա կոնկրետ մեր դեպքում ինչ է կատարվում։ Քանի որ անարդարությունը ակնհայտ հասել է այնպիսի չափերի, որ հնարավոր չի սա թաքցնել, ուղղակի դիմում ենք, մի քանի անգամ մենք բարձրաձայնել ենք ու ուղիղ դիմել ենք վարչապետին, դիմել ենք Հանրապետության նախագահին, որովհետև իրանք են Հայաստանի Հանրապետությունում արդարադատության իրականացման երաշխավորը, գոնե իրենք պետք է իմանան իրականում ինչ է կատարվում այսօր դատական համակարգում արդարադատության ոլորտում։ Մենք ունենք օրենքներ, ունենք ընդ որում շատ լավ օրենքներ, ունենք սահմանադրական իրավունքներ, բայց դատարանները դուրս են եկել թե սահմանադրական ոլորտից, թե արդարադատություն իրականացնելու ոլորտից, հիմա մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ դատարանները պաշտպանված չեն։ Մեր դատարանները պաշտպանված չեն ու դատարանների վրա կա
ճնշումներ, կա այս կոռուպցիոն մեխանիզմներով տարբեր մոտեցումներ, դատավորները կատարում են այնպիսի գործողություններ, որը որ հնարավոր չի ուղղակի սովորական լեզվով ասել, քրեա իրավական ոլորտից են։ Արդարադատությունը յուրացվում է, դատական իշխանությունը յուրացվում է, եւ մենք որևէ բան չենք կարող անել։ Դատավորը, կոնկրետ խոսքը դատավոր Ռուբեն Բունացյանի մասին է։ Ռուբեն Բունացյանը ամենայն հավանականությամբ հանձն է առել այդ տարածքը, կարևոր չի անօրինական կարգով վերցնել, խլել գույքի սեփականատերերից ու հանձնել չգիտենք թե ում, ընդ որում այդ ինչի եմ ասում, բայց ինքը գիտի հաստատում է տալիս։ Իհարկե, ինքը գիտի ում է տալիս, ընդ որում վերջի դատական նիստում ինքը ցենց բացեիբաց ասեց, ես գնացել եմ այդ տարածք, տեսել եմ այդ տարածքը, փաստորեն հարց է առաջանում, թե դատավորը դատական նիստից դուրս ինչի համար այցելում են տարածք, որտեղ ինքը քննում է, եթե հետաքրքիր է քեզ, այդ դեպքում որոշում կայացրու, օրենքով սահմանված կարգով գնա տեղատեսություն իրականացրա։ Մի խոսքով, բազմաթիվ էսպիսի փաստեր կա, որ ուզում ենք բարձրաձայնենք, առաջ ընկնելով ասեմ, որ նախորդ այս մեր գործով ուրեմն հարցը վերաբերում է 12 ընտանիքների գոյությանը, 12 ընտանիքներ այս պահին ապրում են այդ 700 քառակուսի մետր շինությունում եւ 1200 քառակուսի մետր հողամասի վրա։ Ուրեմն շինության իրական սեփականատերերը 6 հոգի են, 5 հոգի, ներողություն, 5 հոգի, բայց գրանցված է մեկի անունով, տատիկի անունով, ով 90-անց կինա, բնականաբար չի կարողանում գալ դատական նիստերի։ Հիմա տեսեք, մենք ուրեմն այդտեղ կա 12 ընտանիքներ։ Հիմա այնպես են արել, որ մյուս 5 սեփականատերերը եւ կա 15 գույքային իրավունքներ ունեցողներ օրենքով, այսինքն այդ ընտանիքները ծնված օրվանից ապրում են, հաշվառված են, օրենքն էլ ասում է, քանի որ հաշվառված են, իրենք գույքային իրավունքներ ունեցողներ են։ Դիտավորյալ դատարանի կողմից, դատավորի կողմից անօրինական կարգով այս բոլոր 15 անձիկ հետ են շպրտվել, դատական նիստում իրենք չեն կարող ներկայացնել, դատարանը գտավ, որ իրենց իրավունքներին չի առնչվում։ Սա անհեթեթ ու անհասկանալի որոշում էր։ Հիմա մենակ տատիի հարցն են քննում ու տատիին էլ տալիս են միայն հողամասի արժեքը, իսկ գույքի արժեքը այդ 800 քառակուսի մետրից միայն 440-ն է օրինական, տալիս են օրինական շինության մի քառակուսի մետրը $198 փոխարժեք։ Եվ ինչքան գումար են տալիս տատիկին։ Մոտավորապես երևի 40 քանի միլիոն, այսինքն $100,000 կարգի տան շինության համար, իսկ ընդհանուր $1 միլիոն տալիս են հողամասի համար։ Հիմա քանի որ հողամասը մոտ $1,500 քառակուսի մետր արժեքն է, հողամասի արժեքը, որ միայն տատիկին են տալի, իսկ շինությունը գումարում են եւս $100,000, ոնց որ թե տալիս են տատիկին շինության համար, իսկ 12 ընտանիքները, ովքեր օրենքով պետքա այդ շինությունը հաշվարկվի, իրենց տալիս են ամեն որևէ բան չեն տալի, բայց տալու դեպքում փորձագետի եզրակացությամբ նշված է $200, այսինքն մի պահ ենթադրենք, եթե դատարանը բավարարի է վեճը, տատիկին տա այդ $1 միլիոն, բայց տատիկը այդ սեփականատերերը, որ տատիկից գումար պահանջեն, ամեն մեկին արդեն դատական ակտով է, պետքա տա $198 մի քառակուսի մետրի համար, այսինքն պետքա նայեն ամեն մեկը 60 քառակուսի է ենթադրենք, 60 քառակուսի համար $200, $12,000, այսինքն հրապարակում ապրող անձը, որ ապրում է մոտ 120 քառակուսի մետր տան մեջ, որից 50-ը օրինական են, մյուսը ենթադրենք ինքնական կամ կարգավիճակը չորոշված, պետքա ստանա $12,000 ու գնա ինքը գույք քնի։ Հիմա մենք ունենք այս վիճակը։ Պարոն Հայրապետյան, մի ճշտում, դա այդ գումարները, այդ արժեքները ներկայիս շուկայական գներով չեն, չէ՞, արված։ Իհարկե, տեսեք, այն կազմակերպությունը, ով օրինական այդտեղ իրավունք ունի կառուցապատում իրականացնելու, ինքը այդ կազմակերպությունում մյուս քաղաքացիներին օրինակ տալիս է $8,000 քառակուսի մետր,
Ներկայիս շուկայական գներով։ Հա, ներկայիս շուկայական գներով։ Այս դեպքում, քանի որ հողը բավականին մեծ կտոր է, այսինքն 1200 քառակուսի մետր հողամասի մասին է վեճը, եւ քանի որ շինությունն էլ 800 քառակուսի մետր է, այստեղ իրենք այսինքն այս գույքի իրական արժեքը եթե տային, պետք է տային մոտ 10 միլիոն դոլար։ Գույքի այսօրվա շուկայական արժեքը 10 միլիոն դոլար է։ Բայց ինչ են անում։ Այդ ով որ կառուցապատում է իրականացնում, ինքը չի երևում։ Մենք չգիտենք ով է այդտեղ կառուցապատում իրականացնելու։ Ամենազավեշտալին սա է։ Հիմա դիմում ենք, տեսեք, իսկ ով որ դիմել է դատարան, այդ դատարան դիմաց կազմակերպությունը գոյություն չունեցող կազմակերպություն է։ Այդ Center City Development SPA, որը որ նախկինում Glendale Hills կազմակերպությունից ծնված կազմակերպություն է, որը որ ժամանակին Սերժ Սարգսյանի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ բոլոր կառուցապատման իրավունքներն ինքն է վերցրել, հիմա այդ նույն կազմակերպությունը դիմել է դատարան, ասում է ես եմ կառավարության որոշմամբ իրեն են տվել այդ իրավունքը կառուցապատում իրականացնելու, բայց ինքը անվճարունակ կազմակերպություն է, մենք հանել ենք պետական ռեգիստրից, որ հարկեր չի վճարում 5 տարբեր հարկային պարտավորություններ ունի, չի կարողանա վճարել 1.5 միլիոն դրամ, 2.5 միլիոն դրամ, հիմա ինքը ոնց է այդտեղ միլիարդավոր դրամի կառուցապատում իրականացնելու։ Ակնհայտ է, ընդ որում քաղաքապետարանն էլ ասում է մենք իրեն չենք տվել շինարարության թույլտվություններ, ինքը որևէ իրավունք չունի։ Այսինքն հիմա մենք ունենք հետևյալ վիճակը, որ դատավոր Ռուբեն Բունացյանը ինքը շատ լավ հասկանում է, որ ֆիկտիվ կազմակերպությունը այսօր եկել է դատարան, ֆիկտիվ կազմակերպության հետևում կանգնած է ինչ-որ մեկը, ով որ վերջում, երբ որ այս ֆիկտիվ կազմակերպության անունով դատական ակտ կլինի, ինքը կգրանցի իրավունքը, հետո կվաճառեն իրական կազմակերպությանը, այդ իրական կազմակերպությունը կգա կառուցապատում կիրականացնի։ Տեսնում եք, այսինքն ստվերում գործարք է լինում, դատարանը շուկայական արժեքից 20 անգամ էժան գնով դատական ակտ է կայացնելու, այդ գումարները չի երևում, հետո այդ Center City-ն վաճառելու է իր այս իրավունքը ուրիշ կառուցապատողի, այդ կառուցապատողը, որ տալիս է մի քառակուսի մետրի համար $8,000, չգիտենք ում է տալու այդ գումարը, քաղաքացուն տատիկին տալիս է $1,000, իսկ այդ գույքի 15 սեփականատերերին ու գույքային իրավունքներ ունեցողներին ոչ մի բան չի տալի։ Իսկ դատավորին ինչ-որ բան է տալու։ Դատավորը ասում եք մոտ պատմություններ։ Դե տեսեք, հիմա մեր ուղղակի բարձրաձայնում ենք, ասում ենք դատավորը լավ իմանալով, որ ֆիկտիվ կազմակերպություն է։ Դատավորը լավ իմանալով, որ մենք ունենք սահմանադրական իրավունք։ Եթե հանրային գերակաշահի դեպքում նախնական համարժեք փոխհատուցում պետք է տվի, նախնական համարժեք։ Հիմա բերել են 19 թվականի գնահատում, 19 թվականի գույքի շուկայական արժեքը եւ 25 թվականի 4-5 անգամ տարբերություն կա։ 19 թվականին, անգամ 19 թվականին Երևան քաղաքում են աղբանոցի մոտ սովետաշենում ամենաէժան տներն ըտեղեր, դա $1,000-ից բարձր էր։ Շենքի 14 հարգանի շենքի 14-րդ հարգում ամենավատ, դա մի քառակուսի մետր $1,000-ից բարձր է արժեքը։ Հրապարակի մոտ շատ ամուր շինություն 3 հարկանի, որ կա եզրակացություն քաղաքապետարանի կողմից տրված, որ եւս 2 հարկ կարան բարձրացնել, քարից ամուր շինությանը փորձագետները տվել են $198։ Հիմա ասում եք Սրբուի գայլը, նախկին նախարարը Անդրեասյան, հետո կներեք ԲԴԽ-ի նախագահներ Անդրեասյանը, գնացել ենք Անդրեասյանի մոտ փախել է։ Գնացել ենք նախկին նախարարի մոտ չի ընդունել։ Ասել ենք այդ նախկին նախարարին, ասել ենք այդ քո կազմակերպությունը, քո ղեկավարած կառույցը, որ կա արտարադատության նախարարության փորձագիտական կենտրոն, գնահատման եզրակացություն է տվել $198 հրապարակի մոտ։ Դու ո՞նց ես կարող նախարար աշխատես, որ քո կազմակերպությունը կոռումպացված կազմակերպություն է։ Հիմա հարցը կա այսօր Հայաստանի Հանրապետությունում համակարգային կոռուպցիա թե չէ։ Հիմա ես փաստերն ասեմ, դուք Փաստերին անդրադառնանք կարճատև գովազդային դադարից հետո, պարոն Հայրապետյան։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում,
արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցեմ, որ իմ հյուրն է փաստաբան Տիգրան Հայրապետյանը։ Այսօր քննարկում ենք Ֆիրդուսի բնակիչների խնդիրը, որը չի լուծվում, համարում է պետությունը, որ գերակա շահ է, բնակիչները համարում են, որ գերակա կոռուպցիա է։ Եվ մի քանի օր առաջ կրկնենք նորից կառավարության շենքի դիմաց հենց այս նույն բնակիչների կողմից ակցիա է իրականացվել, Սրբույի Գայլյանը խոստացավ, որ եթե բնակիչները ցանկություն ունենան, իրեն հետ կարող են հանդիպել։ Այդ հանդիպումը ամեն դեպքում ինչ կարող է տալ պարոն Հայրապետյան, որտեղ այս գործը նախկին նախարարներից է գալիս, մի խոսքով, եւ ընդհանրապես այս գործին վերևներում կառավարություն քաղաքապետարանի մասին ասում եք, որ տեղյակ է, վերևներում այս գործին տեղյակ չեն, ընդ որում մեծ գումարների մասին ենք խոսում, եւ դուք ամեն անգամ նշում եք, այդ գումարները կարող են գալ թե վարչապետի կողմից եւ թե նախագահի կողմից մարդիկ հավաքել եւ տանել դնել պետբյուջեին։ Այո, շատ լավ։ Նախ ասեմ, որ մենք չգիտենք ով է իրական կառուցապատողը այս տարածքում։ Կառուցապատման իրավունքը ֆիկտիվ կազմակերպության անունից է տրված։ City Center, ով որ հարկային պարտավորություններ ունի, ում լիազորությունները կասեցված են, սահմանափակված են եւ ինքը մինչեւ այդ հարկային պարտավորությունները չվճարի, ով թույլտվություն չի կարող սկսել, ով թույլտվություն չունի ընդհանրապես։ Հիմա դատարանում մենք չգիտենք ով է, բայց որոշակի մարդիկ ասում են վարչապետից ուժեղ տղա է։ Պարզա որ վարչապետից ուժեղը, որ կարողանում է դատական համակարգը մանիպուլյացնի։ Այսինքն երրորդ դատավորն է, երկու դատավորներ արդեն աշխատանքից դուրս են եկել։ Բացահայտ այսպես կոռուպացված, չգիտեմ,
արակներ կատարելու համար այդ երկու անգամ էլ դիմել ենք պարոն վարչապետին, հավանաբար սա կապ ունի իրենց աշխատանքից դուրս գալու հետ։ Այսպես են կապում։ Եթե դրա համար երրորդ անգամ դիմում ենք դատավոր Բունացյանին, ոչ թե պետք է աշխատանքից ազատել, պետք է լիազորությունները դադարեցնել, քերական հետապնդում սկսել։ Հարց պետք է տալ։ Ինչի համար է դատավոր Բունացյանը այսպիսի բացահայտ խախտումներ կատարում։ Այսինքն ամեն օր Հայաստանի Հանրապետության դատական համակարգում գոյություն չունեցող անգամ դատավորներն են զարմանում։ Ամեն օր դատական նիստ է նշանակում։ Ամեն օր ժամը 10-ից մինչև ժամը 18:00։ Բայց այդ նիստերը լինում են, թե ինչ-որ տեղ Չէ, հետաձգվում է։ չեն հետա։ Լինում է այս վերջի անգամ ես երկու դատական նիստ չկարողացա ուղղակի գնալ, այդ ծանր հետևանքներ եղավ դրանց հետ կապված դատավոր Բունացյանը շատ հանգիստ իր օրակարգը բոլոր նիստերը հետաձգում է այս դատական նիստն անում։ Այդտեղից եք համարում, որ ինքը անձնական շահագրգռվածություն։ Չէ, դե այն որ ինչպես է նիստը հասկացնում, միջնորդությունները չի քննում, հենց այնպես մերժում է։ Հեգնական ձևով այսպիսի խոսակցություններ, անգամ այն ժամանակ, երբ որ բացահայտ այդ գոյություն չունեցող կազմակերպության, այդ ֆիկտիվ կազմակերպության երիտասարդ տղա է ներկայացուցիչ, գալիս է ինքն է ուղղորդում դատավորին։ Երբ որ ասեցինք, պարոն Բունացյան, դուք եք դատավարում, թե այս կազմակերպության ներկայացուցիչը ինչ կապ ունի ինքը, որ դուք իրան ընդ որում այդ կազմակերպությունը չունի իրավունք, որևէ բան չունի, բայց այդ կազմակերպության այդ երիտասարդ ներկայացուցիչը ինքն է վարում դատական նիստը։ Պարոն Բունացյան, եթե դու շահագրգռված Բունացյանը ուրիշ գործերով, նույն հանրային գերակաշահ, 2 ամիսը մեկ է նիստ նշանակում։ Ընդ որում նիստերն էլ անում 10-ից 30 րոպե ակնհայտ հանգամանք է։ Այս դեպքում ինչ շահագրգռվածություն ունի ինքը, ամեն օր դատական նիստ անում, ընդ որում, եթե անգամ հայցը բավարարի, այդ կազմակերպությանը որ տա այդ գույքը, այդ կազմակերպությունը իրավունք չունի որևէ բան անի, այսինքն այստեղ շտապելու ընդհանրապես առիթ չկա։ Հարց ենք տալի, ասում ենք, ունես շինարարության թույլտվություն, չունեմ, ասում եմ, չունեմ շինարարության։ Ինչ պետք է կառուցենք, չգիտեմ։ Լավ, այդ գույքը տվեցին ձեզ, ինչ եք անելու, չգիտեմ։ Այսինքն այս դատավորը լսում է այս ներկայացում, ուզում է շատ արագ նիստը ավարտի ու նախորդ գործերով փաստորեն Այս դատավորը մասնագիտացված է, այդ որ ասում են վարչապետից ուժեղ տղա է, իր կառուցապատման գործերով ինքն է բոլոր որոշումները կայացնում։ Այսինքն այս ուժեղ տղան կարողանում է նենց անի, որ գործերը մակագրվի իր ուզած դատավորի կոնկրետ այս դեպքում Ռուբեն Բունացյանի վրա։ Ռուբեն Բունացյանն էլ մտածում է, ասում է 50 տարվա աշխատավարձս կարող եմ մի անգամից վերցնել ու հասկանում է, որ Իրանից արդարադատության համակարգը դժգոհ է, ինքը չի կարողանում արդարադատություն իրականացնել։ Մենք իրեն բացարկենք հայտնել, որ դու դատական իշխանությունը յուրացնում ես, միջնորդությունները չես քննում։ Այս վերջում 50 կետից մանրամասը բացարկ ներկայ է։ Ընդհանրապես անգամ բացարկը մերժում է, ասում են որոշեցի բացարկը մերժել, ասում ենք դուր քո բացարկի մերժման որոշումը, ասում է չէ, այս որոշումը չի։ Խափում է, դատական նիստում խափում է, ասում են դու ոնց կարող ես դատավոր լինել, որ դատավորի հեղինակությունը հեղինակազրկում ես։ Դու ասում ես դատանը կարդում է որոշումը, ասում ենք դե տվեք որոշումը, ասում ես բա ինչ չկա, ասում ենք բա ինչ ես կարդում, ասում ասա կապ չունի, դնում է, եթե որոշումը չկա, դու որտեղից ես կարդում։ Մի խոսքով։ Պարոն Հայրապետյան, այստեղ մի մեջբերում անում, քանի որ կոնկրետ դատավորի անուն եք դուք նշում, մեր հարթակը հավասար է երկու կողմերի համար, եթե կլինեն հակադարձ պնդումներ կամ ինչ-որ հերքումներ, այնպես որ մենք պատրաստ ենք նաև երկրորդ կողմին լսելու։ Հիմա ձեր ասած Սրբուհի Գալյանի մասով, ասում եք Սրբուհի Գալյանը, արդարադատության նախարարն է, ինքը ունի որ շատ լծակներ արդար դատական համակարգ կայանալու հետ կապված։ Դատավորը արդարադատությունը կներեք այս խոսքից համար բռնաբարում է արդարադատություն։ Չկա արդարադատություն, դատարանը արդարադատություն չի իրականացնում։ Սրբուհի բողոքներ ենք ներկայացրել դատավորի հետ կապված, որևէ բան տեղից չի շարժում։ Պարոն Տիկին Սրբուհի Գալյան, եթե դուք առնվազն ինքը պետք է իմանա սահմանադրական մի քանի նորմերը, որ բոլորը գիտեն։ Եթե գույքը պետությունն է վերցնում, պետք է տա նախնական համարժեք փոխհատուցում։ Նախնական նշանակում է սկզբից փողը պետք է տաս, որ քաղաքացին գնա այդ նույն գույքը, որ դու իրանից վերցնում ես, մի բան էլ ավելի լավն առնի, 15% էլ ավել պետք է փող տան, որ ինքը գնա այդ նույն գույքը, որ այս դեպքում վերցնում են 800 քառակուսի մետր շինություն 1200 մետր հող, ինքը պետք է կարողանա այդ 1200 մետր հող գնի 800 մետր շինություն, հələ 15% էլ ավել։ Այսինքն սա է
եւ նախնական համարժեք փոխհատուցումը։ Հիմա Սրբուհի Գալյանը փաստորեն սա պետք է որ հասկանա։ Կա օրենք հանրության գերակաշարի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենք։ Այդ օրենքը սահմանադրական իրավունքը էլի ֆիքսում է, գնում է առաջ։ Մենք ունենք սահմանադրական դատարանի որոշումներ, վճռաբեկ դատարանի որոշումներ, որ նախնական համարժեք փոխհատուցումը չի կարող տրվի։ Հիմա ցավոք, հիմա մենք ունենք համակարգային կոռուպցիա, թե չէ, վերջերս նոր օրենք ընդունվեց հանրային գերակաշարի մասով ու նախկին օրենքը ծրվեց, հիմա բարձրագույն դատական խորհրդին եմ դիմում եմ վճռաբեկ դատարանի աշխատակազմին, վճռաբեկ դատարանի դատավորներին, որոշ հիմա սկսել են դատական ակտները մեկնաբանել այնպես, որ կոնկրետ անձին այս դեպքում Ֆիրդուսի բնակիչներին տալու են փոխհատուցում 19 թվականի գներով, տալու են 27 թվականին կամ 26 թվականի վերջին, որը որ 7-8 անգամ տարբեր է։ Հիմա լավ ինչպես կարելի է քաղաքացուն, որ պետությունն է վերցնում, ասում է ես վերցնում եմ, տալ 7-8 անգամ էժան շուկայական արժեք։ Անգամ մի պահ համարենք, որ 19 թվականի որ գնահատել են, շատ ճիշտ են գնահատել։ Ամեն ինչ Բայց գույքահարկ են, հատկապես կենտրոնի հետ կապված հարկերն են ավելացրել այդ դեպքում Ես ուղղակի կարող եմ ասել, եթե Սրբուհի Գայլան այս օրենքը իմանա, քաղաքացիներին կընդունի, հետամուտ կլինի, որ առաջինը Ռուբեն Բունացյանը արդարադատությունը սենց չիրականացնի։ Կառավարության դիմել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին։ Կառավարությունը տեսեք, ամբողջ որտեղ է թաքնված շանգլուխը, այսպես ասենք։ Կառավարությունը որոշում է այդ տարածքը հանրային գերակաշար։ Կառավարությունն ասում է, սա իմ համար կարևոր տարածք է եւ այս տարածքում ես ունեմ նպատակներ, շինարարություն իրականացնեմ, Երևանը կառուցապատեմ եւ այլն։ Ու ինքը որոշում է այդ շինարարության թույլտվությունը տա կոնկրետ կազմակերպության։ Այս դեպքում տվել է այս մեր դատարանում ով որ տվել է նախին Գլենդել Հիլզի ինչ որ մասնաճյուղ է, ով փող չունի, ով շինարարության թույլտվություն չունի, ով ֆիկտիվ կազմակերպություն է։ Հիմա կառավարությունը տվել է ու կառավարությունը այս ֆիկտիվ կազմակերպությանը որ տվել է, ինքը թույլ է տալիս, որ այս ֆիկտիվ կազմակերպությունը գա դատարան աղավաղի արդարադատական համակարգը։ Գտրել է ասես Բունացյանի նման դատավոր, Բունացյանի նման դատավորը տեսք է ընդունում, ասում է իբրև թե օրենքով է, բայց ինչ դա օրենքով։ Եթե այդ կազմակերպությունը գումար չունի, այդտեղ միլիարդավոր, տասնյակ միլիարդավոր դրամներ ոնց պետք է ներդրում անի ու այս փող վարչապետի մոտ գնացել ենք, ներկայացել ենք, ինքը որևէ բան չի արել։ Հիմա փող վարչապետը պետք է իմանա, չէ՞ որ կառավարության լիազոր անձը, այս կազմակերպությունը սնանկ է։ Հետևաբար ինքը նոր այս տարածքի հետ կապված նոր կառավարության որոշում կարող է ընդունել։ Մեր մոտ կառավարության որոշումները հիմա ավելի հեշտ են ընդունվում, քան ԺԿ-ի պետի հրահանգները։ Այսինքն կառավարության որոշում պետք է ընդունվի, որ ասի այս կազմակերպությունը գումար չունի, վերցնում ենք իրանի տես իրավունքը, տալիս ենք ուրիշ կազմակերպության։ Որևէ բան չի անում փող վարչապետ։ Այսինքն այստեղ ինքը տեղյակ չի, տեղյակ է։ Մենք ոչ միայն տեղյակ է, միջնորդել ենք, որ ինքը լինի դատավարության մասնակից, երրորդ անձ էր։ Մեր գործով, որ ասում ենք հարգելի կառավարություն, արի դու պատասխանատու ես։ Նույնը քաղաքապետարանը երրորդ անձ էր, ասում ենք արի, հələ հարցեր ունենք, էլի այս կազմակերպությանը տվել եք։ Հիմա դուք ինչ եք ասում, դուք համաձայն եք, համաձայն չեք, չեն գալի դատարան։ Կառավարությունը չի կատարում իր պարտականությունները, դատարան պետք է չի գալի։ Քաղաքապետարան Ավինյանը քաղաքապետը գիտի, որ չէ, ինքը չի տվել այս կազմակերպությանը։ Այդ կազմակերպությունը չունի այդտեղ կառուցապատելու իրավունք։ Ինքը տվել է այդ ուժեղ տղային, որ վարչապետից ուժեղ տղա է, տվել է իրան այդ իրավունքը։ Ու իրեն երրորդ անձ են ներգրավում, ասում ենք պարոն քաղաքապետ, եկեք Երևանի կենտրոնի սիրտը, այս շատ մեծ տարածքը 1300 քառակուսի մետր, 12 ընտանիքներին $198 հանում գցում եք դուրս։ Բայց ինչի չեք ուզում այդ պետքա լինի պայմանագիր քաղաքապետարանի մեկ էլ էս կազմակերպության կառուցապատողի անհայտ է այդ պայմանագիր գաղտնի է այսինքն շղար շատ այդտեղ մութ տեղ է այդտեղ որևէ մեկը չի կարող մտնի ներքին կարգով փողերը տալի առնում են դատավորները որոշում կայացնում են բայց որևէ մեկը չի կարողանում մտնի այստեղ հաջորդ պաշտոնյան որ գնացել ենք ազգային ժողով Վլադիմիր Վարդանյանին որևէ դեպքում ներկայացել են հոգսը կարիքն ասել են որ ինչա կատարվում
գույքը տալիս են ֆիկտիվ կազմակերպության, դատավորը ճնշում է գործադրում, 12 ընտանիք կորցնում է ու դատավորն էլ ասել է, որ դուք ընդհանրապես կապ չունեք ծրայի։ Հիմա տատիկը այդ 90 տարեկան տատիկին փորձում են ինչ-որ ձևով գումարը տալ, երեխեքին թորներին է 12 ընտանիքները հանել են դուք, ասում են դուք գնացեք իրար մեջ վիճեք։ Ընդ որում, տեսեք, եթե դատարանը անգամ կայացնի վճիռ ասի օրինակ կոնկրետ $1 միլիոն դոլարով տալիս ենք տատիկին հոգի գումարը, ան գումար չենք տալի, տատիկը $1 միլիոն որը վերցնի, հետո այս երեխաները չի կարողանալու վերցնի, որտեղ քաղաքապետարանը նույն Տիգրան Ավինյանը գրել է, որ ասում է այդ գումարը կարա վերցնի ինքը, եթե բոլոր այդ բնակիչները գույքային իրավունք ունեցողները նոտարական կարգով գնան համաձայնագիր բերեն, թե ում ինչքան գումարը հասնում։ Իրանց դատական նիստի մասնակից չեն դարձնում, բայց ասում են գնացեք նոտարական կարգով։ Պարզ է, չէ՞, 12 ընտանիք որ սկսեն վիճել ում ինչքան փող է հասնում, այդ գումարը չի վերցվի եւս 12 տարի։ Այսինքն փաստացի այդ գումարը իբրև թե տալիս են տատիկին, բայց այդ գումարը չգիտես թե երբ կվերցնեն, ինչպես կվերցնեն այդ տատիկի ու թորների միջև այդ վեճը։ Մինչդեռ սա իրավաբանություն չի։ Չկա այսպիսի իրավաբանություն, էլի։ Պարոն Հայրապետյան, եւս մեկ գովազդային դադար դիմել դադունցին, այդ էլ Գալյանի տեղակալն է, որևէ բան չի, բոլորը գիտեն ով է այդ ուժեղ տղան, բոլորը գիտեն ինչ է կատարվում ու այս Ռուբեն Բունացյանն էլ շատ ինչ նորամուծություն է մտցրել, ասում է դատական ակտը հրապարակման օրվանից մտցնում եմ ուժի մեջ, այդ պահին գնում է City Center-ը գրանցում է իր իրավունքը, այդ իրավունքը հենց նույն օրը վաճառում է այդ ուժեղ տղային, հետո արդեն այդ քաղաքացիները կորցրած, այդ դատարանները արդեն ինչ են ուզենան, այդ երրորդ այդ ուժեղ տղան արդեն գույքի օրինական գնորդը բան չի կարողանալու, որևէ մեկը քաղաքացին չի կարողան։ Այդ կազմակերպությունն էլ սնանկը ստացվում է, որ կառավարությունը, քաղաքապետարանը, ազգային ժողովը գցեցին սեփականատիրոջը, սեփականատերը էլ գումար ստիպված պետք է գնա եվրոպական դատարան էլ գնա 7-8 տարի հետո շատերը մահացած կլինեն, տատին մահացած կլինի, էլ իրավունք չի ունենա 100 տարեկան անձը գնա եվրոպական դատարան սպասի 7 տարվա դատական ակտին։ Պարոն Հայրապետյան, այստեղ բավականին լավ անուններ ենք տալիս, կառավարության անդամների անուն ենք տալիս, մեծ փողերի մասին ենք խոսում։ Մենք գումարի կարիք չունենք։ Հայաստանի Հանրապետությունը չունի։ Առջևում ընտրություններ են, այսպես բարեփոխումներ են անում, թե առողջապահության համակարգում, թե մի խոսքով գումարի կարիք պետությունը պետք է որ ունենա։ Այսօր իմ կարծիքով Հայաստանի ամենա պակասը, որ մենք ունենք, արդարության պակասը, մենք արդարության կարիք ունենք ու կոնկրետ այս դեպքում 12 ընտանիքներ բացահայտ իրենք բոլորը գալիս են sense անօգնական նստում են, ընդ որում մի քանի ներկայացուցիչներ ենք, անզորությունից չգիտենք ինչ անենք, հասկանում ես, որ համակարգը աշխատում է քո դեմ ու ընդ որում ես վստահ եմ վերևներում այլ բան են զեկուցում։ Հիմա մեր հույսը միակ հույսը վարչապետն է, հարգելի վարչապետ, ներողություն, մեծարգո պարոն վարչապետ, մեր հույսը իրականում դուք եք, պարոն Փաշինյան, որ ձեզ զեկուցում են իբրև թե կառուցապատողը ենթադրենք շուկայական գնի մոտ գումարը առաջարկում ու չեն համաձայնվում, պաշտոնապես ես հայտարարում եմ, որ $200 քառակուսի մետրը այս 12 ընտանիքներին $200 արժողությամբ այդ գնահատականը եզրակացությունը դատավոր Բունացյանի ձեռքի տակ է, դատավոր Բունացյանը արդարադատությունը աղավաղում է մինչև վերջ, խնդրում ենք ուղղակի այս 12 ընտանիքների անունից մեծարգո վարչապետ, եթե այս ընտանիքներում արդարադատությունն իրականացվի, Հայաստանում արդարադատությունը կիրականացվի։ Դատարանների վրա կա ճնշումներ, դատավարաններին մանիպուլյացիա են անում, այսպիսի դատավորներ ոնց որ Ռուբեն Բունացյանն ով մի քանի նկատողություն ունի, բայց մեկը չի վախենում այսպիսի դատական ակտեր կայացնում ֆիկտիվ կազմակերպության գոյություն չունեցող, խնդրում ենք հետամուտ եղեք։ Տիկին Գալյանը հարց որոշող չի, պարոն Ավինյանը հարց որոշող չի, չգիտեմ փոխ վարչապետը ում անունները տվեցինք, իրանք հարց որոշող չեն, դուք եք հարց որոշող, պարոն Փաշինյան, խնդրում ենք այս 12 ընտանիքների նկատմամբ արդար դատական ակտ խնդրում ենք ձեզանից, ինչի, որտեվ
արդարադատության երաշխավորը ի վերջո վարչապետն է, հանրապետության նախագահն են։ Այս մի ընտանիքի համար արդար դատական ակտ կայացնելը իր հետևից բերելու է ասենց շղթայական արդարադատության բոլորը պետք է իմանան, գիտակցեն, որ դատարաններին պետք չի կպնել, պետք չի արդարադատական համակարգը աղավաղել։ Դատավորները ճիշտ է, իրենք առանց էլ տես մեծ աշխատավարձեր չեն ստանում, իրանց վրա այսպիսի ճնշումները բավականին ասենց շատ արագ տարածվում է մյուս դատավորների մոտ, այսինքն մենք չպետք է կպնենք արդարադատությանը, ու այն մարդիկ, ովքեր կարողանում են մանիպուլյացիա անել դատարաններին, իրանք պետք է բացահայտվեն։ Դիմում եմ մեր քննչական մարմիններին, սա դիտեք որպես հանցագործության մասին հաղորդում, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը, քննչական մարմնի ղեկավարը, ազգային անվտանգության ծառայության ղեկավարը, շատ հեշտ է չէ գտնել կապը Ռուբեն Բունացյանի ու այդ ֆիկտիվ կազմակերպության հետևականգնած իրական կառուցապատողի հետ կապերը, թե ինչի է Ռուբեն Բունացյանը գնացել այդ տարածք ուսումնասիրել, դատական նիստից դուրս, ինչի համար է Ռուբեն Բունացյանը սենց հատուկ արտակարգ դատարան է ստեղծել, ամեն օր նիստ է անում, դատական ակտերը, ընդ որում այս կառուցապատողի բոլոր գործերը ինքն է վերցնում անում, այս մեր գործով ինքը արդեն մի անգամ այս Ֆիրդուսի գործով դատական ակտ կայացել էր, երկրորդ գործը չէր կարող ինքը վերցնել, ինքը վերցրեց, բարձրագույն դատական խորհուրդը, չգիտեմ, ի վիճակի է ինչ-որ բան փոխելու թե չէ, բայց պետք է իմանա, որ իբրև թե օրենքները ընդունվում են, բայց այդ օրենքներում այս դեպքում 10 անգամ ավելի էժան փոխհատուցում է տրվում, ինչ է նշանակում քաղաքացին ծնվել է, ապրել է, ունի գույքային իրավունքներ, օրենքով էլ սա ամրագրված է, բայց իրենց վերցնում են իրենից վաճառում են $10,000, ընդ որում ամենատարօրինակը որն է, որ այդ գոյություն չունեցող կազմակերպությունը ռեկլամ է գնում, ասում է մենք ձեզ կարող ենք բանկային երաշխիքներով վաճառում են, այս մեր Ֆիրդուսի բնակիչների հետ 1300 քառակուսի մետր հողը, որ դեռ իրանցն է, վաճառում են ապագա բնակարաններ, Բարձր գներով $20,000 առաջի հարկը այդ հասարակական տարածքը, իսկ վերևի հարկերը $6,000, իրենցից վերցնում են $198, հարգելի վարչապետ, խնդրում ենք էլի, եթե մի բան սխալ ենք ասում, ես կթողնեմ իմ փաստաբանական գործունեությունը, եթե չկարողանանք ապացուցենք։ Այ որ կանչի, հարցնի, ասի ճիշտ է ասում ես փաստաբանը, որ ճիշտ է որ $198, Տիկին Գալյան, ձեր արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնը, ընդ որում քերական վարույթ նախաձեռնվեց, դիմեցինք այդ քննչական կոմիտեի այդ քննիչը, նորմալ քննիչը քերական վարույթ նախաձեռնեցին, հետո կորավեց քերական վարույթը, սառեցված է, չգիտենք, հարցումներ ենք անում, պատասխան չկա, այսինքն փորձագետները, որ բացահայտ այսպես աղավաղված գնահատականներ են տվել, իսկ ոնց են գնահատական տվել, գիտեք ոնց են գնահատական տվել, փորձագետները հաշվել են, որ այդ տունը կառուցված է ընդհանրենք 1940-ական թվականներին, 50-ական թվականներին, հաշվում են այդ 50-ական թվականներին ինչքան արմատուրայի, ավազի, բանի, ինչքան գումարով դա կառուցվեր, հետո կառուցվել է ընդհանրենք 50-ական թվականներին $200,000, կոնկրետ այս դեպքում գտել են $250,000, պատկերացնում եք 50-ական թվականներին, մի մասն էլ կառուցվել է 90-ական թվականների վերջին, 2000 թվականի ամուր կառույց է, գտել են $200,000 շինություն է կառուցվել, հետո հանել են ամորտիզացիան, ասում են դե շենքը ենթադրենք այդ արմատուրան հնանում է, բետոնը հնանում է, այս ամեն ինչը հնանում է, իջացրել են ամորտիզացիա, դարձրել են $90,000, այս 440 քառակուսի մետրը $80,000, ու ասում են ուրեմն գինը $80,000 է, բայց ակնհայտ է որ լիֆտ է եմում ու իրանք վաճառում են $20,000, լավ, $200 ու ստացել են տենց $200 ու $20,000, լավ 20,000 անենք, հասարակական շինությունը $10,000, $6,000, 14-րդ հարգում տուն ես վաճառում նույն տարածքում սեփականատերից վերցնում ես, այսինքն ինքն էլ ասում է բանկային երաշխիք է տալի, պատկերացնում եք դատարանը դեռ գործը քննում է, բայց այդ ուժեղ տղան բանկային երաշխիք է տալի, գույքը վաճառում է, ու մենք ունենք այսպիսի իրականություն, պարոն վարչապետ, մեծարգո վարչապետ, խնդրում ենք ուղղակի հետամուտ լինել,
չի կարելի, չէ, պարզ է, չէ, որ դատարանը չի կարելի օգտագործել։ Դեռ դատականակ չկա, ով իրավունք ունի բանկային երաշխիք տա տվել վաճառի $20,000։ Կամ ինչի համար սեփականատերին տրվում է $198։ Տատին տալիս եք այդ գումարը, հասկացանք, թույլ տվեք, որ այս անդամները ներգրավեն այդ դատական գործը։ Ու դատանը պարտավոր է բոլորի գումարը որոշի, ասի այս առաջին ընտանիքին տալիս եմ, այսքան երկրորդին ընտան, 12-րդ ընտանիքին, այսքան տատին էլ այսքան, որ վեճը ավարտվի, ամեն մեկը իր գումարը վերցնի, գնա որևէ խոչընդոտ չլինեն։ Հիմա այս ընտանիքը պայքարում է կյանքի մահու համար, այսինքն ամեն օր այդտեղ շինարարությունն է, փոշի է, գնում են այստեղ, գնում են այնտեղ, իրանք արդեն որ արդարադատություն չկա, հասկացել են սա։ Բայց դատարանները այս բունացյանի դատական ակտից հետո որևէ դատավոր ինքը արդար դատական ակտ չի կայացնում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Հարապետյան, մենք ժամանակը մեր արդեն քիչ է, մոտ 6 րոպե ժամանակ ունենք, փորձեք ամփոփել եւ հետագա անելիքների մասին խոսել։ Այս հարցազրույցի կամ ձեր հարցերի պատասխանները ի վերջո հանգում են հետևյալին, որ մենք արդարադատության իրականացումը կորցնում ենք, դատարանների վրա կան անելանելի ճնշումներ, անարդար դատական ակտը ավելի շատ է խաթարում երկրի հիմքերը, քան ցանկացած ուրիշ բան։ Արդարադատությունը պետք է հասկանալի լինի, ընկալելի լինի։ Տեսեք, եթե մեր դատարանները ամեն ինչ անում են, բացի արդար դատական ակտ կայացնելուց, մի մասը էլի, ոչ բոլորը, այսինքն դատական ակտը եթե արդար է, բոլորի համար դա ընդունելի է, ընկալելի է։ Բայց եթե դատական ակտը անարդար է, հասարակությունը սա վանում է հասարակությունից իր զավակներին, թողնում են, գնում են, անզորությունից, չգիտեմ, դառնում են ոչ պիտանի քաղաքացի։ Արդարադատության համակարգը կառուցվում է շատ մեծ դժվարությամբ, բայց շատ հեշտ մի հատ ակնհայտ, բացահայտ անօրինական դատական ակտով, sense դատավորի մանիպուլյացիաներով հեղինական զրկվում է։ Մենք պետքա ուղղակի դատական համակարգի, դատական իշխանության հետևը կանգնենք, չպետքա որևէ ճնշում լինի, որևէ պատվեր լինի, որևէ մեկի կողմից դատարանների գործունեությանը չպետք է ենթարկվեն։ Դատավորը այնպես է, բունացյանը այնպես է անցկացնում դատական նիստը, որ թքած ունի ցանկացած օրենքի վրա, թքած ունի սահմանադրական իրավունքի վրա, թքած ունի քաղաքացիների սեփականության իրավունքի վրա։ Այդ 12 ընտանիքներ գալիս են այդ թորները անզորությունից այսպիսի հանգամանք։ Խնդրում ենք ուղղակի, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաները տեղեկացնում ենք, որ դադարեցվի։ Դատարանները պետք է արդար դատական ակտ կայացնեն։ Դատավորը պետք է բարձր հեղինակություն ունեցող անձ լինի, ինքը չպետք է շահ ունենա այդտեղ։ Ու այդ շահը բացահայտելը շատ հեշտ է։ Մեր օպերատիվ մարմինները իրանք գիտեն բունացյանի կապը այդ կառուցապատողի հետ, խնդրում ենք այդ կապը, բացահայտեք, խնդրում ենք այդ դատավորի լիազորությունները դադարեցրեք, ոչ թե թողեք այդ դատավորը ակնհայտ, ապօրինի դատական ակտ կայացնի, հետո այս 12 ընտանիքները փորձեն գնան մի 12 տարի հետո եվրոպական դատարանից ինչ-որ որոշում բերեն, հետո նորից վերսկսեն, նորից գնահատում լինի ու վերջում Հայաստանի Հանրապետությունը վճարի այս դատավոր բունացյանի խախտման համար, որը որ մենք հիմա բարձրաձայնում ենք։ Հնարավոր չի, այսպիսի, եթե իրավաբանը կարդա դատավոր բունացյանի թույլ տված խախտումները, այդ 50 կետանոց բացարկը, 12 կետով առանձին, ուղղակի կզարմանա, որ մենք Հայաստանի Հանրապետությունում այսպիսի դատավոր ունենք, իհարկե դիմելու ենք բարձրագույն դատական խորհրդին, դիմելու ենք էլի քննչական մարմիններին, գրավոր վարչապետին, բայց խնդրում ենք ուղղակի հետամուտ լինել, արդարադատության համակարգը չպետք է sense լինի։ Կոռուպցիան չպետք է հասնի այն աստիճան, որ փոք վարչապետը ինքը տեղյակ է, քաղաքապետը տեղյակ է, արդարադատության նախարարը տեղյակ է, բայց որևէ մեկը որևէ բան չի կարողանում անել, ազգային ժողովում տեղյակ են, բայց իրենք չեն կարողանում ազդել։ Կամ մեկը շատ ավելի ուժեղ, որ ինքը մանիպուլացնում է ամեն ինչ։ Կանգնացրեք, այս իրավիճակը կանգնացրեք ուղղակի։ Ընդ որում սեփականատերը պատրաստ են։ Իրենք ինչ են ասում, ասում են շուկայական գնից, ոչ թե 15% ավել, 15% պակաս տվեք։ Այդ 15% ավելն էլ չեն գուզում, ուղղակի շուկայական գինը, իրանք ուրիշին տալիս են $8,000, ենթադրենք մի քառակուսի մետրի համար։ Իրենց տալիս են
$200 ու $1500 հողի համար։ Ուրիշներին տալիս են 8000։ Ուղղակի այդ 8000-ում որ տալիս են, փոքր նեղ կարողանում են իր հարցերը լուծել, բայց սա քանի որ շատ մեծ գումար է, այսպեսի իրենք պատրաստ են շուկայական գնից անգամ 20-30% էժան գնով իրենց սեփականությունը տալ Հայաստանի Հանրապետությանը, պատրաստ են եւ ուղղակի խնդրում ենք, որ այդ փոխհատուցումները տրվեն ու դատական ակտը պետք չի դատարանների վրա այսպիսի դատավորները չպետք է պաշտոնավար։ Հաջորդ նիստը երբ է լինելու, պարոն Հայրապետյան։ Ամենուր դատական նիստը, վաղը դատական նիստը էլի առավոտը 10-ից մինչև ժամը 6-ը։ Հաջորդ նիստը լինելու 2 շաբթի օրը, 10-ից 6-ը։ Հուսանք, որ մեր հաղորդումը ինչ որտեղ կնպաստի։ Հուսանք, որ այո, այսինքն այդ հույսով է, որ դիմում ենք, խնդրում ենք մեծարգո վարչապետին, որ ուղղակի իր ուշադրության կենտրոնում պահ եւ դատական նիստը։ Ընդ որում, եթե զեկուցում են, այդ զեկույցները սխալ է, մենք կարող ենք ցանկացած ապացույց ներկայացնել։ Եթե չի հավատում այդ $198-ին, կարող ենք ներկայացնել։ Եթե չի հավատում, որ Արտադրության նախարարության փորձագիտական կենտրոնը սենց $200 գնահատ շուկայական արժեքը գտել է $200, բացահայտա, որ դա $4000 է։ Եվ քանի որ արդարադատության նախարարները պատրաստ բնակիչներին ընդունելու, փորձեք նաև այդ առիթը բաց չթողնել։ Հենց դեր նիստից հետո քաղաքացիները կդիմեն նախարարին հանդիպում ունենալու եւ գուցե հաղորդումը պատրաստի տեսանյութը կարող է նրան տրամադրել եւ խնդիրներին ավելի շուտ կարողանա ծանոթանալ։ Շնորհակալություն պարոն Հայրապետյան, մենք ենք պատրաստ միշտ աջակից լինել, որտեղ 12 ընտանիք դա քիչ մարդկանց ճակատագրեր չէ եւ եթե ժողովրդավար պետության մեջ ենք ապրում, պետք է մենք վստահ լինենք, որ ժողովրդավար պետության մեջ քաղաքացու իրավունքները պաշտպանված են։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։